Խիստ մտահոգիչ է իշխանությունների ոտեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Մասելի սրբոց թարգմանչած եկեղեցում հայտարարել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառը մասնավորապես նշել է, որ այսօր մեր հայրենիքը եւ հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման եւ մեր հոգեվոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս առնահոսում են ազգի զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայոթիների ազատ արձակման եւ չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարոտ են ամենքից միասնական ջանքերի եւ հետեւողականության։ Գլոբալ խաղաղության ինդեքսը հրապարակել է 2025-ի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։ Պետությունների ցանկում ներառվել է 163 երկիր։ Ըստ արդյունքների բազմաթիվ երկրներ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը։ Հայաստանը ցանկի 58-րդ տեղում է, Ադրբեջանը 95-րդ տեղում, 109-րդ տեղում Վրաստանն է, 142-րդում Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցնում է 146-րդ տեղը։ Այսօր 6:30-ի սահմաններում միասնիկյան պողոտան տևական ժամանակ փակ է եղել խցանման պատճառով։ Վթարային իրավիճակ է եղել։ Ճանապարհի երթևեկելի հատվածում գազել մակնիշի միկրոավտոբուս է բռնկել։ Նկատենք, որ այս իրավիճակն այս պողոտայի համար աննախադեպ չէ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։